Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի աշխատանքներին հետևող սիրելի հայրենակիցներ։ Այսօր օգոստոսի 4-ն է եւ արդեն երրորդ օրն է, որ 9-րդ գումարման ազգային ժողովը իրավունքի ուժով սահմանված օրակարգով անդադար ռեժիմով շարունակում է աշխատել։ Ազգային ժողովում տեղի են ունենում կազմակերպական բնույթի իրադարձություններ, որովհետև այն ինչ որ մենք մինչև հիմա անում ենք, ընդամենը ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով իրականացվող քայլեր են։ Մենք դեռ չենք անցել քաղաքական օրակարգի խնդիրների քննարկմանը։ Բայց այս 3 օրերի ընթացքում իրադարձություններ են ծավալվում ոչ միայն ազգային ժողովի նիստերի դահլիճում, այլև դրանից դուրս։ Եվ շատ հետաքրքիր իրադարձություններ, եւ ինձ շատ հետաքրքիր է նաեւ ազգային ժողովի արձագանքը այդ իրադարձություններին։ Իմ կարծիքով ազգային ժողովից դուրս տեղի ունեցած մի շատ հետաքրքիր իրադարձություն դա իրավունքի ուժով կառավարության հրաժարականն էր եւ նոր խորհրդանի կազմավորման ուժերի հարաբերակցությունով պայմանավորված Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում արդեն 4-րդ անգամ նախագահի կողմից նշանակելու փաստը։ Նա Կիրակի օրը 4-րդ ժամկետում նշանակվեց Հայաստանի վարչապետ եւ իր առաջարկությամբ ըստ էության ձևավորվել է նաեւ կառավարության ամբողջական կազմը։ Եվ ինչն է հետաքրքիր, ազգային ժողովի արձագանքը։ Արդեն 3-րդ օրն է այդ իրադարձությունից անցել եւ ազգային ժողովից դեռ ոչ ոք չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ազգային ժողովում են գտնվում ի թիվս այլ պատգամավորների Նիկոլ Փաշինյանի հետ անմիջական աշխատանքային հարաբերություններ ունեցած եւ ներկայումս պատգամավորի կարգավիճակ ունեցող գործիչներ, ինչպիսիք են վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Աղաջանյանը, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Չախոյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, անգամ նրանք, ովքեր որ անմիջական աշխատանքային հարաբերություններ են ունեցել Փաշինյանի հետ, հրապարակային խոսքում որևէ շնորհավորանք չեն հնչեցրել այդ առիթով։ Այստեղ տարբեր առիթներով են իրար շնորհավորել մարդիկ եւ ծննդյան օրվա կապակցությամբ եւ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ, չգիտեմ, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, բայց իմ նշած առիթով շնորհավորանք չի եղել։ Սա շատ հուսադրող է։ Հուսադրող է այն տեսանկյունից, որովհետեւ մենք մեծ սպասելիքներ ունենք, որ հատկապես 9-րդ գումարման ազգային ժողովն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վարչապետի պաշտոնից։ Եվ այս տրամադրությունները դահլիճում մեզ հույս են ներշնչում, որ այդ իրադարձությունը չի ուշանալու։ Եվ ես առավել քան մեծ ուրախությամբ սպասում եմ այն գեղեցիկ օրվան, երբ որ անհրաժեշտ իրավակարգավորումներից հետո ազգային ժողովը Սամվել Կարապետյանին կընտրի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Եվ մենք այդ ժամանակ չեզոքացնենք մեր երկրի բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որը բերել է մեր երկրին Նիկոլ Փաշինյանը, եւ իրապես կապրենք ուժեղ Հայաստանում։ Այս օրերին ես տեսնում եմ նաեւ մեկ այլ ուշագրավ իրադարձություն, որը ինձ նույնպես հույս է ներշնչում այդ նույն համատեքստում։ Ես զգում եմ եւ տեսնում եմ, որ այս դահլիճում, անկախ դրանից, թե ով է առաջադրվում կամ ով է ընտրվում ազգային ժողովի նախագահ կամ տեղակալ, միևնույնն է, առայժմ ամենակարևոր աթոռը շարունակում է մնալ այս շարքի առաջին աթոռը, որտեղ գրված է Նարեկ Կարապետյանի անունը, ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի։ Ինչն է ինձ բերել այդ եզրահանգման, այն իրողությունը, որ այս ամբիոնից ելույթ ունեցող բազմաթիվ պատգամավորներ չնչին բացառություններով անպայման իրենց խոսքով դիմում են Նարեկ Կարապետյանին։ Այսինքն ակնհայտ է, որ իրենց ելույթի ամբողջ կառուցվածք ու տրամաբանության հասցեատերը Նարեկ Կարապետյանն է։ Ինչ շատ քիչ են դիմել մինչև հիմա, եւ դա տրամաբանական է։ Մյուս պատգամավորն է, բայց օրինակ Նարեկ Կարապետյանին ոչ միայն ելույթում իրենց հարցադրումներով, հարցերով են դիմում, այլ նաեւ
մոտենում են, երբեմն տեղեկանքներ են ներկայացնում, դիդակտիկ նյութեր, զեկույցներ, մեծ ուշադրությամբ լսում են Նարեկ Կարապետյանի ինֆորմատիվ արձագանքները, որոնք իսկապես գիտելիքների համալրման իմաստով չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Այս ամենը հուսադրող է, եւ ես կարծում եմ, որ գալիք իրադարձությունների տեսանկյունից շատ էական։ Ինչ վերաբերվում է մեր թեկնածուին, ինձ համար դժվար է խոսել Վահագ Ալեքսանյանի մասին։ Կներեք, ամեն անգամ կներեք, ես ներողություն եմ խնդրում, ես ճիշտ եմ մարդու անունը պետք է այնպես անեն, ինչպես ինքն է նախընտրում։ Վահագն Ալեքսանյանի մասին ինձ համար խոսելը շատ դժվար է, որովհետև 2024 թվականից ես կարող եմ դες նույնիսկ ամսաթվերը ասել, 24 թվականի օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 26-ը։ Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում ես Վահագ Ալեքսանյանի հետ վիրտուալ շփումներ եմ ունեցել, էլի սխալվեցի, իսկականից արդեն չէր կարելի, եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում։ Ուրեմն 10 անգամ ներկա Վահագն Ալեքսանյանի կերպարը ենթարկվել է մշակման այդ նախագծի շրջանակներում։ Եվ թե ինչ ես կարող էի ասել այսօր այս քննարկման ժամանակ, որպեսզի ժամանակը չծանրաբեռնենք, ես խնդրում եմ նայել Anti-Fake AM լրատվական կայքի YouTube-յան ալիքի այդ բոլոր 10 թողարկումները։ Դրանք իսկապես շատ դիտարժան, վստահ եմ, որ շատերը նայել են, ես գիտեմ դրա մասին, բայց եւս մեկ անգամ խնդրում եմ դրանց ծանոթանալ։ Եվ այդ տեսանկյունից իմ մոտ մի տեսակ նաեւ ինչ որ հարազատական զգացողություններ են առաջացել, եւ ես այդ իմաստով նաեւ կդժվարանամ նորից այդ կերպարին անդրադառնալ։ Իդեպ ասեմ, որ այդ նախագծի մեջ հիմնական ինձ համար հեշտ աշխատվող կերպարները դրանք պրոբլեմային կերպարներն են։ Այսինքն պարոն Ալեքսանյանի մշակումների քանակը պայմանավորված է ոչ միայն Պետրոս Ղազարյանի ցանկություններով կամ դավադրությամբ այդ դեպքում կարող ենք ասել, որ հաճախ է հրավիրել, այլ նաև իմ ընտրությամբ, որովհետև ես ընտրում եմ կոնտինգենտը։ Ինձ համար հեշտ է աշխատել որոշ կերպարների հետ, հատկապես այն կերպարների հետ, որոնք խոցելի են, եւ անհատապես եւ բովանդակային խոսքի իմաստով, բայց ինձ համար ցավալի է այդ կերպարներին տեսնել ազգային ժողովի ղեկավար մարմինների։ Մի դեպ ասեմ, Ռուբինյանն ու Կոնջորյանը նույնպես ռեկորդային թվով մասնակիցներ են այդ նախագծի։ Եթե փորձենք այլ դիտարկումների անդրադառնալ, հատկապես իր խոսքից ելնելով, պարոն Ալեքսանյանը խոսեց իր զինվորական ծառայության մասին, պրոբլեմների մասին նախապես է խոսել, այսօր խոսեց ձեռքբերումների մասին, այդ թվում նաև պարգևատրման մասին, եւ ասաց, որ դեպքեր կան, որ մարդիկ երբեմն ազատվում են զինվորական ծառայությունից հոգեկան խնդիրների պատճառով։ Ես չգիտեմ, մի դեպքը, որ այս պահին ինձ մտիս եկավ, որ ասում եք, ես կարծում եմ, բայց դա հոգեկան, ինչքան որ ես գիտեմ, դա հոգեկան խնդիրներով չի եղել պայմանավորված, այլ երկու ավագ եղբայրների ծառայության հանգամանքով։ Միակ դեպքը, որ ես հիշեցի, դա էր, բայց ես չեմ կարծում, որ արժեր դրա մասին այստեղ հիշատակում անել, մանավանդ որ հիմքերը թույլ են։ Իսկ երբեմն առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկները, այդ թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող նորակոչիկները զորակոչվում են ծառայության, ռազմաբժշկական ծառայության թերությունների պատճառով, այսինքն ակնհայտ թերությունների առկայության դեպքում, այնուամենայնիվ բանակի կազմը լրացնելու իմաստով նրանք կայացնում են այդ որոշումները։ Դա ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումն է։ Իսկ մենք մեր որոշումը կայացնելուց կարծում եմ, որ պետք է չափազանց ավելի պատասխանատու գտնվենք մեր քաղաքացիների եւ ընտրողների առաջ, պատասխանատու գտնվենք ազգային ժողովի հեղինակության առաջ։ Տեսեք, մարդը խոսում է իր հրապարակային խոսքն, ասում է, ոչ մի նոր, ոչ մի բովանդակային բան ես այդ խոսքում չեմ տեսնում եւ չէի ուզի, որ այդ խոսքը բարձրանա այս ամբիոն։ Շնորհակալություն։